Ազատություն բոլոր քաղաքացիներին, ազատություն Սրբազան հայրենին, ազատություն Սամվել Կարապետյանին։ Հուլիսի 7-ից հետո մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, հաջող վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Ազատություն բոլոր քաղաքացիներին։ Ժողովուրդ ջան, հիմա մենք կքայլենք կողքից, քանի որ կառավարության անդամները համարեցին, բայց ցավոք սրտի մենք չենք համարում, մենք քայլում ենք նվերը հանձնելու, ամեն դեպքում դուք գիտեք, դուք եք ընտրել այս ճանապարհը, մենք ընդունում ենք։ Իսկ քարտ կգտնեն, եթե չգտնեն, կխնդրենք կապ հաստատենք, քարտեր կտանք, որ այս հեռախոսով այսօր ինքը ուղղակի լայվ մտնի ու ասի, որ Հայաստանում այլևս բոլորը գործեն օրենքի շրջանակներում եւ բանի տեղ չդնեն իրար խոսքը։ Որ չլինի զանգովի արդարադատություն, որ չլինի SMS-ներով պաշտոնյաներից գործից ազատում։ Մի խոսքով, բարի հեռախոս է, ոչ հայոյանքային կտարացում, ոչ կեղծ խոսքային կտարացում, ոչ մի չի անում, ամեն ինչը նորմալ ներողություն, Նվերներ չեք ընդունում, էլի, հա։ Հեռախոսը նամակի տեսքով ոնց ուղղակի։ Մենակ նամակի տեսքով սարակվեց, եսը բաղը։ Ես չենք կարա։ Իրեր չեք կարա։ Լավ, հեսա ծրար կբերեմ, ծրարի մեջ կդնենք կտանք։ Խոսքը նամակի մասն է։ Լավ, ուրեմն բերեք այսպես պայմանավորենք, էլի։ Ես այս հեռախոսը կթողեմ այստեղ, փոխանցեք խնդրում եմ վարչապետին Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն տղեր ջան, ձեզ բարի ծառայություն։ Հա։ Ինքը լավ հեռախոս է, իրան ասենք օգտվի սրանից ու չարությունները իր մեջից կարող անցնի։ Բարի ծառայություն ձեզ, հաջողություն, հարգելի լրագրողներ, շնորհակալություն ձեզ լուսաբանման համար։ Ես այսօր ի աջակցություն Սամվել Կարապետյանի դինելու եմ հակակոռուպցիոն դատարանում։ Հայաստանի Հանրապետությունում պետք է այլևս չլինեն քաղաքական բանտարկյալներ, Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը ու դրա համար չդատապարտվելու։ Ակնկալի, եթե կա թեկուզ 0.01% շանս, մենք հավատում ենք դրան։ Բարի ծառայություն ձեզ։ Հաջորդ հուլիսի 7-ից ծառայելու եք արժանապատիվ վարչապետ Սամվել Կարապետյանը։